Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը վերջինս ձերբակալվել է։ Որպես խափանման միջոց դատանը որոշել է կիրառել տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Մարտի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բրիգադը Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխել տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրաստակած վերք, իսկ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Արցախի պուրակի հարավարությամբ գտնվող Երևան Սիթիի մոտ։ Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ուրարտու համալսարանում տղամարդու դի կա։ Ոստիկանները համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկի դին։ Մարտի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դին, տան որոշ հատվածներում էլ աժնանման հետքեր դանակ։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակն է։ Ըստ տեղեկությունների դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների ԱԳ-ն գրել է մահից առաջ։ Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդամղի չրացանով կատարված կրակոցի հետադարձի հետևանքով Գավառ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Էս-ն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա-ին օդամղի չրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին եւ հետ անդրադարձել դիպչելով Էս-ին, ցախ աչքի շրջանին պատճառելով մարմնական վնասվածք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱ-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում փետրվարի 26-ին նախաձեռնել է քրեական վարույթ։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը եւ սպիրտը լցրել վերջինիս վրա եւ կրակայրիչով դիտավորյալ հրկիզել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մարտի 4-ին ոստիկանության համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցում Դինամոյի դիմաց ֆուտբոլի դրամարկղի մոտ 7-ից 8 անձանց միջև ծեծկռտուք եւ կռիվ է հնչում են հայոյանքներ։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 50-ամյա Սամվելը, Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Դավիթը ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 34-ամյա Զոհրաբի, 22-ամյա Սիսակի, 31-ամյա Յուրիի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս միմյանց հասցեին հնչեցրել են հայոյանքներ, տևական ժամանակ խախտել հասարակական կարգը։ Ծեծկռտուքի ընթացքում Յուրին եւ Սիսակը ստացել են դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ։ Մարտի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Հ.Ս.ն է։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 9:50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ.Ս.-ի եւ 11-ամյա Գ.Դ.-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ, պատճառելով մարմնական վնասվածք։ Մարտի 6-ին տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից եւ երկաթից պատրաստված խողովակներ։ Տեղում պարզվել է, որ գողությունը տեղի ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Մարտի 9-ին Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչն իջնելով բակ նկատել է, որ իրեն պատկանող Range Rover Magnishի ավտոմեքենայի կողային երկու հայելիները կոտրելու միջոցով գողացել են։ Մարտի 9-ին Մարտունի Վարդանիս ավտոճանապարհին Mercedes Magnishի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու բախվել ծառերին, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել հիվանդանոց, ավտոմեքենան վերածվել մետաղի ջարդոնի։ Մարտի 9-ին Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտն իր վարած Opel Magnishի ավտոմեքենայով Բժնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն ու հայտնվել հողամասում, բախվելով ընկուզենուն։ Վթարի հետևանքով ուղևոր Երևանի բնակիչ 74-ամյա Մարետան տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Մարտի 8-ին Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկի վարած ZIL 130 եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։ Mercedes Vito-ում հրդեհ է բռնկվել, հրշեջ փրկարարները մարել են այն, ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Mercedes Vito-ի վարորդը, ուղևորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտը, 18-ամյա Էլիզբարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփը, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը Ռուսաստանի քաղաքացի 67-ամյա Սարգիսն է։ Մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկի վարած Lexus եւ Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգենի վարած BYD մակնիշի ավտոմեքենաները։ BYD-ի ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Անժելան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 8-ին Գեղակերտ գյուղի սկզբնամասում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է Էլեկտրասյանը, կոտրել այն անուհետև բախվել ճանապարհին կից կառուցված քարե պարսպին ու կողաշրջվել, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 7-ին Արարատի մարզի Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են BMW X5 եւ Lada մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 7-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին Ազատանի կամրջից Սարցե Բեկորը փոկվել եւ ընկել է այդտեղով անցնող Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։ Ավտոմեքենայի ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրիին տեղափոխել են հիվանդանոց։ Մարտի 8-ին 911 ծառայությունը հազանգ է ստացվել, որ Երևանի հարավարևմտյան Զանգվածի B2 թաղամասի 95 շենքի նկողում կրակ եւ ծուխ է նկատվում։ Այրվում է շենքի նկողում հավաքված կենցաղային աղբ եւ հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին համայնքային ոստիկանության Արաբկիրի եւ Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ։ Մարտի 1-ին ժամը 18-ին ապօրինի զենք զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով Մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին եւ Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց, սակայն դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ եւ 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց AK-74 տիպի ինքնաձիգ 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Փետրվարի 25-ին համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ 2 երիտասարդ Opel մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում եւ կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը Աբովյան քաղաքից, երկուսն էլ 22 տարեկան։ Ստացվեց նաեւ տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղում մոտակայքում եւ Վարդբախ տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր եւ բջջային հեռախոսով լուսանկարել թաքստոսները։ Նույն օրը թմրամիջոցներ ապօրինի պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով Վարդբախ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվեցին եւ օփելով հանդերձ տեղափոխվեցին Կումայրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել եւ վերցվել են բջջային հեռախոսները եւ դեղնականաչավուն զանգվածով մեկական կատուցիչ։ Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր եւ կապույտ 24 փաթեթով մարիխուանան ձեռք են բերել Telegram-ի մի կայքեջի միջոցով, որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 7-ից 10 ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը նախկինում կատարված, մասնավորապես թմրանյութի հայտնաբերման 40, մարմնական վնասվածք պատճառելու 26, խարդախության եւ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 23-ական, ֆիզիկական ներգործության 18, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության 12, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու 9, գույքը ոչնչացնելու կամ վնասելու 7, խուլիգանության 6, զենք զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման հնգական, վարժական հավաքից խուսափելու 4, ապօրինի որսի, փաստաթուղթ կեղծելու 2-ական, ծառերը թփերն ապօրինի հատելու, սպանության, մարդու առևանգման, դրամանենգության, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, ինքնասպանության հասցնելու, ծառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 7 հետախոզվող կամավոր ներկայացել 5-ը, հայտնաբերվել է 2 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։